Ինչ տարբերություն ընտանեկան բժշկի ու թերապևտի մեջ, եկեք մի հատ այդ գիծն էլ գծենք։ Այս մեր ընտանեկան բժիշկները շատ խոցելի վիճակում էին, անտեսված էին։ Այդ ժամանակ երևի առաջի գիծը գնաց, որ իրենց սկսեցին արագ վերապատրաստել, Բայց մարդուն պետք է 10 գիտելիք, հետո նոր պահանջես։ ընտանեկան բժիշկների մեծ մասը վերապրոֆիլավորված թերապևտներ են։ 10 տարի առաջ ընտանեկան բժիշկը վախենում էր միաձարկերակային գերճնշման դեղ նշանակել։ Չեն կարող փոխել դեղը, եկեք դուք ձեր հարցերը ոնց ուզում եք լուծեք։ Այդ հիվանդությունը երկու ձևով կարող է գնա դեպի ծերություն։ Ինքը սկզբից շատ ագրեսիվ ավելի վիրուս էր։ Մի հիվանդությամբ տարեց երևի չենք տեսնի։ Ինչա գերիատրիան, որպես առանձին մասնագիտություն։ Ողջույն սիրելի հեռուստա YouTube-ա դիտողներ, ամառվա ճռշոքն է հիմա հունիսի վերջն կամ հուլիսի սկիզբն է, մենք հաղորդումը մայիսին ենք նկարում, չեմ կարա հստակ ասեմ, բայց դուք շաբաթ առավոտյան էլի բան ու գործ չունեք ու ասում եք մի հատ բժշկական ոդկաստ նայենք։ Այսօրվա մեր հյուրը շատ հետաքրքիր մասնագիտություն ունի։ Նախ բժիշկ թերապևտ եւ ընտանեկան բժշկության դասախոս Գիդուվի առողջապահության ազգային ինստիտուտի, ինչպես նաեւ մարդ, ով զբաղվում է տարեց մարդկանց հիվանդությունների կանխարգելմամբ եւ բուժմամբ, գերիատրիայով, ծերաբուժությամբ։ Մեր հյուրը բոլորի կողմից հայտնի Լամարա Աշոտի Մանուկյանն է։ Բարև ձեզ Լամարա Աշոտովնա։ Ոնց եք։ Շատ հաճելի էր ձեր հյուրը լինել այսօր եւ շատ սիրով եկել եմ։ 2 օր առաջ ես էի ձեր հյուրը։ Հա, 2 օր առաջ էլ դուք եք իմ հյուրը։ Ոնց ծնվեց միտքը, որ ձեր տարեկան գիտաժողովները, որ դուք ամեն տարի կազմակերպում եք, մի տարի հիշում եմ երբ բժշկական համալսարանի Կարմիր դահլիճում էր, հետո տարբեր մեծ դահլիճներում, այս տարի ընդհանրապես 2 դահլիճ զուգահեռ էր գնում, չլսված մասշտաբի կոնֆերանսներ եք անում։ Ոնց եղավ այդ միտքը, որ պետք է ընտանեկան բժշկության համար տարեկան այտենց մեծ ու Հայաստանում այտենց մեծ մասշտաբային գեղեցիկ միջոցառում կազմակերպել, ոնց ծնվեց այդ միտքը։ Ուրեմն ես նաև ներքին հիվանդությունների բժշկության ասոցիացիայի նախագահն եմ 2019 թվականից հիմնվել է այդ ասոցիացիան եւ միտքս ինչն էր, ինչի էի ուզում ստեղծել ներքին բժշկության, այսինքն թերապևտների միություն, որովհետեւ այս մեր ընտանեկան բժիշկները շատ խոցելի վիճակում էին, անտեսված էին։ Մենք իհարկե ունեինք թերապևտների միություն, որը անկողնության պատճառով նույնիսկ փակվել էր, եւ նրանք միշտ, ասենք, բոլոր նեղ մասնագետները, վիրաբուժական մասնագետները, գիտություն ունեցողները, գինեկոլոգները միշտ ակտիվ ինչ-որ միջոցառումներ էին անում, ամենաայսպես անտեսվածը մեր թերապևտներն էին եւ հատկապես ընտանեկան բժիշկները, բայց ամենաշատ պահանջը սպրոս, այսպես ասած, իրանցից էր։ Իրանք էին առաջնագծի, ես միշտ այդպես էլ անվանում եմ առաջնագծի մարտիկներ։ Իրանք են առաջինը հիվանդին տեսնողը, իրանք են պահանջը իրանցից շատ էր, բայց մարդուն պետք է 10 գիտելիք, հետո նոր պահանջես, առանց տալու չես կարող պահանջել, եւ այդպես ստեղծվեց այդ միտքը, որ ընտանեկան բժիշկ, հետո մի ձևի այսպես անհարգանք, ոչ այդքան վստահություն ընտանեկան բժշկի հանդեպ էլ ասում էին, դե լավ, ընտանեկան բժիշկ ինչ է հասկանում, գնանք հիվանդանոց, այս ինչ պրոֆեսորի մոտ, հա, այտենց հասկացողություն կար։ Դա ինձ շատ նեղում էր, շատ վիրավորում էր։ Ես իրականում ընտանեկան բժիշկ չեմ, ես ինքս թերապևտ եմ, ուղնուծուցով, եւ երկրորդ սերունդն եմ թերապևտ մեր ընտանիքում, եւ հետո իմ երեխաներն էլ են արդեն բժշկական եւ 3 սերունդ այդպես դինաստիայով գնում է, բայց ես ուզում եմ, որ ընտանեկան բժիշկների հանդեպ հարգանքը, վստահությունը, հավատը, որ այո, ընտանեկան բժիշկը միայն բյուլետեն գրողը չի, ընտանեկան բժիշկը միայն կոորդինատորը չի, այս մասնագետից այն մասնագետ ուղարկել։ Ընտանեկան բժիշկը կարող է նաև վարել հիվանդին եւ գրագետ բուժում գրել եւ ստանալ հիանալի արդյունքներ։ Այս սրան էի ուզում, որ հասնենք։ Բայց պանդեմիան փոխեց այդ զգացողությունը։ Պանդեմիան փոխեց, օրինակ ես շատ ջերմ բարևներ իմ ընտանեկան բժշկին Պապոյան Ժաննային, մեր շատ սիրելի, նույնիսկ ամբողջ կոവിഡ്ի ընթացքում բժիշկ Պապոյանը իմ ընտանիքի անդամների բոլորի կորոնավիրուսային վարակները, թե բարդացած, թե չբարդացած, ամբողջապես ինքն է վարել։ Այո։ Ու հենց իրան էլ հաստատապես վստահում էինք ու մարդկանց մեջ էլ էի զգում, որ իրանք հենց ընտանեկան բժիշկներին են։ Այդ ժամանակ երևի առաջի գիծը գնաց, որ իրանք սկսեցին արագ վերապատրաստել,
Այո։ կորոնավիրուսային վարակի Հենց դեմ այդ պայքարում։ ժամանակ, երբ որ հիշում եք, մարդիկ սպասում էին հոսպիտալիզացիայի, ես առաջի նոտան, այսպես բողոքի հայտնեցի, որ ոնց կարող է մարդը շնչահեղձ լինելով սպասի, թե իր հերթը երբ է հիվանդանոցին հասնելու։ Եկեք կրթենք ընտանեկան բժիշկներին եւ տան գործառույթ արտահիվանդանոցային վարումը ապահովենք, այսինքն կրթենք, մարդը կարողանա տան պայմաններում վարի։ Նաեւ ընտանեկան բժիշկներին այդ ժամանակ բաժանեցին թթվածնային կոնցենտրատորներ, հիշում եք, եւ իրանք տանը նույնիսկ տալիս էին պոլիկլինիկայից գալիս հարազատը տանում էր, տանը շնչում են եւ այլ Պապոյան Ժաննան որպես բաժնի վարիչ եւ մյուս բոլոր պոլիկլինիկաները անմիջապես ես մշակեցի համատեղ այլ երկրների հետ արտահիվանդանոցային կոവിഡ്ի վարումը, համարյա թե նույն բանն էին անում, բացի իվելից, ինչ որ հիվանդանոցում էր արվում, այդքան ռիսկով։ Նույնիսկ ես ասում էի, որ մենք կարող ենք ստեղծել կենտրոններ, պալատկայի տակ, այդպես կենտրոններ, որ ուղղակի առաջնային օգնություն ցույց տային այդ մարդկանց, որտեվ երրորդ օրը, երբ որ հոսպիտալիզացվում էր, մարդը գնում էր հիվանդանոց ոչ թե բուժվելու, այլ մահանալու։ Գնում էր եւ երկրորդ մյուս օրը արձանագրվում էր մահ, ասում էին շատ ծանր էր, բայց ծանրացավ տունը մնալով է ախր։ Հա, բայց այդ ժամանակ պետք է ընդունենք, որ ամբողջ աշխարհը պատրաստ չէր։ Բնական է, ես հասկանում եմ, եւ ամեն մեկս գտնում ենք մեր ելքը։ Դե մեր ելքն էլ նա էր, որ ընտանեկան բժիշկներին պատրաստեինք, վստահեինք իրանց եւ իրանք կհաղթահարեին եւ տեսեք այսօր մենք հետադարձնում իրանք հաղթահարեցին եւ ապրեն կեցեն իրանք եւ սովորեցրեցին եւ հաղթահարեցին իրանք։ Մենք Հայաստանում վատ չենք հաղթահարել կորոնավիրուսը։ Շատ լավ ենք հաղթահարել շատ երկրներից։ Այո, շատ երկրներից։ Որովհետեւ օրինակ չունենք դեղի դեֆիցիտ, չունենք թթվածնի դեֆիցիտ, հոսպիտալիզացիան ամեն դեպքում մարդը որ հոսպիտալիզացիայի կարիք ուներ, հասնում էր Գյումրի, բայց հոսպիտալիզացիան կար տեղի էր ունենում ու ընտանեկան բժիշկները այնքան պատրաստված են, որ այն հիվանդները, որ դրսում հոսպիտալիզացվում են, տան պայմաններում բուժվում են։ Եկեք ընդունենք, որ ես էլ եմ այդ ժամանակ կոവിഡ്ի այդ ամեն ինչի մեջտեղում եղել ու արհավիրքը ու կոവിഡ്ը մի հատ շատ վատ կողմ ուներ, ինքը սկզբից շատ ագրեսիվ ավելի վիրուս էր, ավելի շատ ինքը այդքան ագրեսիվ չէր, ինչքան մեր իմուն պատասխանները ագրեսիվ, որտեղ չգիտեինք, ոչ էլ մեր իմունիտետն է, ոչ էլ մեր իմունիտետն է, ճանաչում ես միշտ այդ օրինակն եմ բերում, ասում եմ պատկերացրեք ճանճը մտնի զորամաս ու ատոմային ռումբով հարված են, չհասկանալը որ ճանճ է։ Մեր օրգանիզմը տենց էր պատասխանում ու այդ ֆիբրոզը որ գնում էր թոքերի առավոտ նայում ես մարդը թոքաբորբ չունի, երեկոյան 90%-անոց այդ մատավի ստիկլոն ռենտգենի կամ կատեի վրա արդեն տեսք ունենում է։ Մի սուտկա հետո կրկնապատկվում էր պատկերը ու մենք չէինք հասկանում ոնց կարա մի սուտկա հետո կրկնապատկվի պատկերը։ Սարսափելի վիճակ էր, այո, բայց այդ պահը ես էլ եմ ուրախ, որ ինձ հետ համաձայնողներ կան, որովհետև ընտանեկան բժիշկները արեցին այն ինչ որ հնարավոր չէր անել ու իրանք ես իրոք շնորհակալ եմ իրանց դրա համար։ Պոլիկլինիկայի այդ հերթերի տակ այդ բանով պուլս օքսիմետրը դրած, իրանց մոռացած, իրանց սեփական իմունիտետ առողջություն։ Ես ընտանեկան բժիշկ էին հիվանդանում։ Իրանք հիվանդանում են, իրանք 5 անգամ եմ հիվանդացել։ Տուն չէին վերադառնում, ուրիշ տեղ էին գնում, որ հանգարց ընտանիքում խոցելի խումբ կար չվարակեն, մայրիկ, հայրիկ եւ մնացած բոլորը ու արհավիրքեր որ բժիշկները իդեպ ասում եմ ես նորից եմ կրկնում Հայաստանը ավելի շատ պատվովանց է, քան շատ ու շատ եվրոպական զարգացած երկրներ։ Միանշանակ ձեր հետ համաձայն եմ, որտեվ մենք հետո մենք մի ձևի շատ կազմակերպված էինք, մեկս մեկիս օգնելով, մեկս ինձ զանգում էին օրինակ Սիսյանից, Գորիսից, չգիտեմ, Գավառից բժիշկները խորհուրդ հարցնելու մի քանի ընտանիքների համար, բացարձակապես ես բոլորին պատասխանում էի, ասում էի պետք չի տեղափոխեք, այս արեք, այսպես կլինի ու այդպես մենք շատ մեկս մեկիս այդ իրար կապված, իրար օգնող, իրար հասնող այդ հատկությունը ընտանեկան բժշկի մեջ կա, գիտեք, ես միած այնց թեմայից դուրս բան ասեմ, տենց ընտանեկան բժիշկ չկա, որ մեկը մյուսին փնովի։ Չգիտեմ, ուժ բնակավարում կա, բայց ընտանեկան բժիշկները այնքան իրար ջերմ են իրար հանդեպ, հավատացեք, ամեն դեպքում իրար շատ սիրում են իրանք։ Այդ տեսանկյունից խոցելի դառնում է նաև այն պարագայում, երբ որ ժամանակին ընտանեկան բժիշկների մեծ մասը վերապրոֆիլավորված թերապևտներ են։ Եվ մանկաբույժներ, այսինքն իրանք մի քայլ ավելի են, քան սովորական այն դասական ընտանեկան բժիշկը, իրանք պրոֆեսիոնալ թերապևտներ են, ովքեր նախապատրաստվել են ստացիոնար բուժման, բայց ինչ
պայմաններում հայտնվել են պոլիկլինիկ օղակում ու այնտեղ են իրենց ծառայությունն իրականացնում, իսկ դա ռեալ ծառայություն է, որովհետև ես երբ որ աշխատում էի հիվանդանոցում, որտեղ հիվանդանոցներ կից պոլիկլինիկաներ ու իմ հանդերձարանը պոլիկլինիկայում էր, ու ես պետք է պոլիկլինիկայով անցնեի, դուրս գայի, գնայի հասնեի հիվանդանոց Գրիգոր Նարեկացիում։ Ուրեմն այդ ընթացքում որ անցնում նայում եմ հերթերը, մունաթը, զունաթը, բան ասում եմ, ես սենց չի կարող երբեք աշխատել, ոնց որ իրանք են աշխատում, հա։ Ձեզ հետաքրքրում է, թե ոնց եմ ես ամեն ինչը հասցնում, ով ասաց, որ հասցնում եմ։ Չեմ հասցնում։ Ինձ ուղղակի լավ օգնող մարդիկ կան, դա Spin Ideas Agency-ն է ու Spin Production-ը, ով կազմակերպում է իմ ամբողջ նկարահանման process-ը, ինձնից ասում եմ, գամ, նկարվեմ ու քաշեմ գնամ իմ ռադը։ Մնացածը իրանք են անում, այսինքն մոնտաժում են, post production են անում, տեղադրում են, տակի են լինքերն են դնում, like, dislike-երի քանակն են նայում, ասում են որ պահից վիդեոն առաջ տա ու գովազդատու են նույնիսկ ման գալիս մեր վիդեոների համար։ Իդեպ YouTube-ի մոնետիզացիան եկել է ու ժամանակն է մտնել YouTube ու փողեր աշխատել։ Spin Ideas Agency, Spin Production, այդ երկուսը միավորված ձեզ կօգնեն, որպեսզի հասնեք ձեր երազանքներին։ Ինչ տարբերություն ընտանեկան բժշկի ու թերապևտի մեջ եկեք մի հատ այդ գիծն էլ գծենք, էլի, որովհետև շատերը նույնականացնում են մասնագիտությունները, բայց դրանք ինչքան որ նման են, նույնքան տարբերվում են ու երկրորդ բանը մենք միշտ ընտանեկան բժիշկները ոնց որ սուշնչական վարակների բժիշկներ լինեն, բայց պետք է նաև պարզաբանել, որ այդպես չի, որ իրանք ամենա մասնագետներն են։ Ասեմ, որ մայիսի 19-ը եւ մեր այս վերջի կոնֆերանսը, երբ որ դուք հրավիրված եք, նվիրված է ընտանեկան մայիսի 19 ընտանեկան բժիշկների համաշխարհային տոնն է եւ մենք միշտ այդ օրվան նվիրված կոնգրես ենք անում մի քանի օր առաջ կամ մի քանի օր հետո։ Ուրեմն 1997 թվականից Հայաստանում թերապևտները եւ մանկաբույժները պոլիկլինիկայի վերապատրաստվեցին ընտանեկան բժիշկ։ Ընտանեկան բժիշկ մենք արդեն հասկանում ենք, դա այն մարդն է, որը բուժում է 0 տարեկանից մինչև 100 տարեկան եւ այն մարդն է, որը ընտանիքի բոլոր խնդիրները, սկսած ժառանգականությունից, հիվանդությունների, ընտանեկան պատմությունից ամեն ինչը գիտի։ Ես նույնիսկ երբ որ շնորհավորում էի ընտանեկան բժիշկների, ասեցի, որ դա այն բժիշկն է, որը բացի բուժումից ավելին է անում, ավելի հոգատար, ավելի կարեկցող, ավելի այսպես ընտանիքի խնդիրներով ապրող, որովհետև տեսեք նույն բուժումը գրելիս պետք է հաշվի առնի ֆինանսական վիճակը, նույն իհարկե հիմա կա ապահովագրություն, բայց դա վերաբերվում է մինչև 18 եւ 65+, բայց ամեն դեպքում հա ընտանիքը կարող է չունենալ ոչ մի սոցիալական օգնության ինչ-որ եղանակ եւ ինքը պետք է այդ ընտանիքին ամեն ինչ հաշվի առնի, նախասիրությունները եւ այլ, դա մի ուրիշ կերպար է ընտանեկան բժիշկը եւ ընտանեկան բժշկության մեջ մտնում են բոլոր ոլորտները, բոլոր ամբուլատոր քիթ-կոկորտը, ամբուլատոր թոքաբանությունը, ամբուլատոր սրտաբանությունը, ամբուլատոր գաստրոենտերոլոգիան, այն ինչը որ արտահիվանդանոցային բոլոր նեղ մասնագիտությունները եւ ես ձեզ ասեմ, ընտանեկան բժիշկները իհարկե ուղարկում են նեղ մասնագետի մոտ ըստ կարիքի, բայց շատ հաճախ իրանք շատ լավ կարողանում են վարել, հիմա ես դրան եմ հասնում եւ շատ հպարտանում եմ դրանով, որ անկաշկանդ վարում է համակցված հիվանդություններով հիվանդին։ Անկաշկանդ նշանակում է եւ զարկերակային գերճնշման դեղ, եւ շաքարային դիաբետի, եւ դիաբետիկ երիկամա պահպանում, եւ թիրախ օրգանների պաշտպանությունը ապահովում, եւ մետաբոլիկ համախտանիշավարում, այսինքն այդ ընտանեկան բժիշկը իհարկե որպեսի հիմա դեղ դուրս գրեն իրանք պետք է ուղարկեն նեղ մասնագետի, բայց իրանց գիտելիքը այնքան բավարար է, որ իրանք կարողանում են ճիշտ իսկ առաջ ընտանեկան բժիշկը քանի որ չուներ այդ նեղ մասնագիտական համակցված հիվանդի վարելու հմտությունները, ինքը հավաքում էր բոլոր մասնագետներից նշանակումները եւ ուղղակի արտագրում էր անկետայի մեջ։ Ու դա լինում էր 30 հատ դեղ։ Այդ մարդն էլ գնում էր, իհարկե, առավել եւս եթե տարեցը լինի չէր հիշելու մի քանիսը խմեր, բնականաբար ինչ որ մի օրգան համակարգ, հետո չէր էլ հաշվի առնում, որ ախր այդ դեղերը մեկը մյուսին կարող է հակազդեն, մեկը մյուսի հետ չի կարելի նշանակել, իսկ հիմա դա ուրիշ ընտանեկան բժիշկ է, դա ուրիշ թերապևտ է։ Ես խոսակցություն ունեցա, հիվանդին շաքարային դիաբետ ունի ու միզոգինիոն բարդություն կա, ասես հանգեցի ընտանեկան բժիշկն է նշանակել, ասում կարող ենք ֆորսիգան հանել, ասում
Դոկտոր ջան, մենակ շաքարը չի, սրտային անբավարարությունն է, բան, ես նշանակել եմ, որ բանի սրտի վրից նագրոսկեն էլ իջացնեմ, դրա համար որ հիմա չենք կարա հանենք, բան, ու հասկանում ես, որ դու հələ մի բան դու ես սովորում։ Ես ուտեղ իմացա, որ ֆորսիկան դրա համար էլ է կիրառվում։ Ֆորսիկան նաև երիկամային անբավարարության, սրտային անբավարարության համար շատ բան մասնագետի հետ ես գործ ունեմ, հեռախոսով, գյուղի չէ, մարզային ամբուլատորիայի բժշկի հետ ես գործ ունեի, հա ինքը ասաց չեն կարող փոխել դեղը, եկեք դուք ձեր հարցերը ոնց ուզում եք լուծեք։ Դե տեսեք, առաջ մի քանի տարի առաջ, մի 7-10 տարի առաջ ընտանեկան բժիշկը վախենում էր միաձարկերակային գերճնշման դեղ նշանակել, մինչև սրտաբանը չգրեր, ինքը չէր կարող։ Իսկ հիմա այդ ընտանեկան բժիշկը ինքնուրույն ֆորսիգա է նշանակում, հասկանում եք, սա վերջի սերնդի այս մեր գիտաժողովի ընթացքում մենք դրանց մասին խոսեցինք, ֆորսինների մասին, վերջի սերնդի համակցված ազդեցությամբ դեղորայքը ռիսկով նշանակում։ Այդ ռիսկով բառը ինձ համար շատ կարևոր է, որովհետև իրանք լրիվ ուրիշ ստատուսի մեջ են, դա լրիվ ուրիշ մարդ է։ Դա այն բժիշկն է, որը ընտանիքը սենց լիարժեք վստահում է իրան նորածնից մինչև տարեցը։ Իսկ ընտանեկան բժշկի ու թերապևտի տարբերությունը ո՞րն է ի հայտ գալիս։ Թերապևտը մանկաբուժությամբ չի զբաղվում, հասկացա։ Քանի որ մենք վերցրեցինք եւ մանկաբուժներ եւ թերապևտներ եւ դարձրեցինք ես ձեզ մի քիչ ավելի գաղտնիք էլ ասեմ, մանկաբուժները ավելի լավ ընտանեկան բժիշկ դարձան, քան թերապևտները, որովհետեւ մանկաբուժությունից ավելի հեշտ է մեծահասակներ գնալ, քան թե ավելի բարձից հեշտ են գնել։ Բայց մեկ էլ ամեն դեպքում այդ իրանք երկուսն էլ դարձան եւ ասեմ ձեզ ավելին, որ մարզերում դա շատ ակտուալ է, որտեվ մարզերում չես կարող շատ բժիշկներ ունենալ, հասկանում եք, շատ նեղ մասնագիտություններ։ Եվ ընտանեկան բժիշկը դե եւ մանկաբուժն է, եւ սրտաբանն է, եւ թոքաբանն է, եւ ամեն ինչն է։ Այսօր արդեն մենք տեսնում ենք մեր գիտաժողովներին մտցնում ենք ուրոլոգիան, հա, ստորին միզուղիների բուժումը, մտցնում ենք լյարդի հիվանդությունները, որ առանձին գիպատոլոգիա է դա, պատկերացնում եք գլխուղեղի հետ ինսուլտային, այսօր կոգնիտիվ խանգարումներ եւ առավել եւս հիմա արդեն ես ուզում եմ նույնիսկ գերիատրիան էլ մտցնել, որ իրանք կարողանան վարել տարեց հիվանդներին ավելի գրագետ։ Բժշկական արտահակուստը բժշկի գլխավոր ատրիբուտներից մեկն է, այն կարող է ապահովել լավ տրամադրություն ամբողջ օրվա համար, ինքը կարա ցույց տա, թե ինչքան կարևոր է ձեր աշխատանքը ու ամենակարևորը, կարա կեղտոտվի, իսկ դե շորերը չկեղտոտվեն։ Բժշկական արտահակուստը պետքա լինի հարմար, պետքա լինի շնչող, պետքա արագ լվացվի ու շատ արագ հարթուկվի, մեկ-մեկ նույնիսկ չհարթուկվի։ Այն նմանատիպ արտադրանք ձեզ առաջարկում է Ախուրյանում, Շիրակի մարզում արտադրվող Go Medical-ը։ Մարզային ստարտափ զարգացնելու ամենալավ քայլը կլինի Go Medical-ից գնել ձեր բժշկական արտահակուստը, որը ունի շատ գերազանց որակ, այն թանկանոց 30-40 հազարնոց ֆորմեկի որակից ունի, բայց վաճառվում է սկսած 18,000 դրամից։ Առողջ եղեք։ Իդեպ ես էդ եմ հագնում։ Պակա։ Եկանք գերիատրիային եկանք հասանք։ Ինչ է գերիատրիան որպես առանձին մասնագիտություն։ Առաջինը հենց դեզայնից եմ լսել, որ տենց գոյություն ունի գերիատրիա որպես առանձին գիտություն, առանձին ծերերի տարեց մարդկանց։ Ես ծերաբուժություն բառը նորել եմ ասում, չեմ սիրում, այսօր մենք էլ ենք մի օր ծերանալու լամը շատովնա։ Բոլորս մի օր ծերանալու ենք։ Բուդդիզմի գլխավոր բաներից մեկն է, չէ՞, ասում է Սիդդհարթա Գաուտաման Բուդդան, երբ որ պալատից դուրս է գալիս, առաջինը հանդիպում է հիվանդին ու իր մոտ ընկալում է գալիս, որ ինքը մի օր հիվանդանալու է, երկրորդը հանդիպում է ծեր մարդու, ինքը հասկանում է մի օր ինքը ծերանալու է, ու երրորդը հանդիպում է մահացածի, հասկանում է ինքը մահանալու է, ու իր սաղ աշխարհը, ներաշխարհը փոխվում է, ինքը գնում է դեպի այդ լուսավոր, հա, բուդդիզմի բանը ճանապարհով։ Հիմա այդ է, մենք բոլորս ծերանալու ենք, հիվանդանալու ենք, մահանալու ենք, բժշկության նպատակը հետաձգել այդ process-ները, միայն այդ է։ Այո, հետաձգել։ Ինչով է։ Ինչ է գերիատրիան, ընդհանրապես կա գերանտոլոգիա գիտություն, այսինքն գիտություն տարեց մարդկանց մասին։ Ասեմ հիմիկվանից սահմանեմ, որ մենք պատկերացնենք, տարեց համարվում է 60-ից ԱՀԿ-ի ցուցանիշներով 60-ից 74 տարեկան, ՄԱԿ-ի ցուցանիշներով 65-ից։ Բայց դրա 74-ից հետո ինչ է։ 75-ից եւ 90 տարեկան ծերն է։ Հա։ Տարեց, ծեր, 95-ից բարձրել երկարակյաց։ Հերոս։ Հա։ Եվ ասեմ, որ մենք բավականին երկարակյացներ ունենք, ես 97
7 տարեկան տատիկի եմ գնացել նայել, ինձ մոտ իմիջիալից հիմա շատ են գալիս, ամենագիտեք չէ, Հայաստանում ամենաերկարակյացը 114 տարեկան է, մի հատ ավելի երկարակյաց ունենք 2017 թվականին 118 տարեկանում Ֆարանդ Բաղդասարյանը մահացավ, կիներ, եւ երբ որ իրան հարցրեցին որն է ձեր երկարակեցության գրավականը, ինքը կանչեց ընտանիքի անդամներին 30 հոգի եւ ասեց այս մեծ ընտանիքը եւ գիտեք ասեմ ձեզ որ առաջ ընկնելով որ դրսում արտասահմանում մեր մեծ ընտանիքներով ապրելու մշակույթը ուզում են ուսումնասիրեն եւ դա այո երկարակեցության ինչ որ մի կետերից մեկն է միգուցե հիմա երիտասարդները ինձ հետ չհամաձայնվեն եւ այլ բայց պարզվում է որ միայնակ մարդը շուտ է կյանքից հրաժեշտ տալիս, քան մեծ ընտանիքում ապրող մարդը։ Այդ ես համաձայն եմ, ես ինչքան մեծ ընտանիք, ինչքան մեծ է բարեկամություն, ինչքան մեծ ազգություն, այդքան կյանքի իմաստը տեղ է։ Քո հարազատների ու մնացածի հետ ապրելու համար։ Համարաշտովն է, սենց հարցը։ Գիտությունը պարզել է ինչ ենք մենք ծերանում։ Այո, պարզել է, տեսեք, եւ գերիատրիան դա գերանտոլոգիայի մի ճյուղն է, որը վերաբերվում է բժշկական խնդիրներին, տարեցների, առանձնահատկություններին։ Ես ասեմ, որ ես 30 տարուց ավել աշխատանքային փորձ ունեմ, 10 տարից անցնելուց հետո ես սկսեցի մտածել, ինչի օրինակ կա մանկաբուժություն, նույնիսկ իմ ժամանակ կար մանկաբուժության ֆակուլտետ։ Հիմա ընդհանուր ֆակուլտետ են ավարտում, ճիշտ է, ընդհանուր բուժ, իսկ իմ ժամանակ կար մանկաբուժության, բայց չկա ծերաբուժության ֆակուլտետ կամ չկա ծերաբուժությունը որպես գիտություն։ Ինչի երեխաներն էլ եւ տարեցներն էլ երկուսն էլ նույն հավասար նժարի վրա են, հա, իրենց խնամքի, իրենց ավելի հոգ տան, ավելի շատ ուշադրություն դարձնելու առումով։ Ու անդադ մտածում էի, որ չկա, ինչ որ պետք է անդադ հետաքրքրվում էի տարբեր երկրներում կային արդեն ծերաբուժության, դա ես ասում եմ սրանից 20 տարի առաջ։ Հետո պատկերացրեք, որ բոլոր երկրներում սկսեց զարգանալ գերիատրիան, բացի Հայաստանից, հիմա Հայաստանում ուզում եմ, որ մեր մոտ էլ արդեն զարգանա։ Տեսեք, մենք ունենք տարբեր իրավիճակներ, մենք ունենք հիվանդություններ, որոնք երիտասարդ հասակում բոլորը կարող են ունենալ տարբեր տարիքային խմբերում։ Երիտասարդ եւ հասուն հասակը, հա, որտեվ մենք արդեն մինչեւ 60 տարեկան համարվում ենք հասուն։ Հասուն հասակում կարող են ունենալ ու իրանց հետ տանել դեպի ծերություն։ Այդ հիվանդությունը երկու ձևով կարող է գնա դեպի ծերություն, կարող է գնա դեպի ծերություն չձևափոխվի եւ կարող է գնա դեպի ծերություն ինքը իր առանձնահատկություն ունի։ Օրինակ, զարկերակային գերճնշումը 65-ից հետո դառնում է մեկուսացված զարկերակային գերճնշում, սիստոլիկ, այսինքն միայն սիստոլիկն է բարձրանում, դիաստոլիկը այլևս չի բարձրանում։ Ու շատ հաճախ ինձ զանգում են, ասում են, վայ, գիտեք, տատիկի ճնշումը 180-60 է, ինչ անենք, ներքևինը բարձրացնենք, թե վերևինը իջացնենք։ Ասում եմ, չէ, մենք դիաստոլիկ ճնշման վրա արդեն չենք ուշադրություն դարձնում, որտեվ դա արդեն անոթների կարծրացման հետ է։ Անալիզների նորմաներն էլ է, երբ որ գալիս ասենք 120 կրեատինինով տղամարդ, չգիտեմ, 85 տարեկան, ասում ինչ եք ուզում այդ մարդուց էլի։ Միտեղ աղիները լավ չի գործել, միտեղ։ Այսինքն այդ տարիքային փոփոխությունները, նորմաները, Դավիթ ջան, շատ ճիշտ է, որ արդեն գերիատրիան ունենանք, պետք է առանձնած, ոնց է մանկականում կա, չէ, նորման, մինչև 18 տարեկան այսքան, բայց ոչ միտեղ տեսել ես գրած լի 65-ից հետո այսքան։ Երբեք չկա։ Եվրոպայի ուրոլոգների ասոցիացիան ասում է 80 տարեկանից հետո PSA մի ստուգեք, այո, որովհետև պետք է փոխվի դրա։ Եթե ինքը դաժե բարձր գա, եթե դաժե պրոստատի ռակ ունեն այդ մարդը, հանգիստ թողեք։ Դաժե ավելին ասեմ, 60-ից 75 տարեկան ուրիշ պետք է լինի, 75-ից 85 ուրիշ պետք է լինի։ Դաժե այդ տարիքային խմբերի մեջ պետք է տարբերվի։ Տեսակ, այսինքն հիվանդությունը եկավ, ձևափոխվեց սիստոլիկ զարկերակային մեկուսացված գերճշմարն ու գնաց դեպի տարեց։ Հիվանդություններ էլ կան, որ միայն տարիքով պայմանավորված են։ Մենք ասում ենք возраст ассоциированный, այսինքն միայն օրինակ օստեոպարոզը, սարկոպենիան, անեմիկ համախտանիշը, դեմենցիան, թուլամտությունը, հա, ծերունական թուլամտություն ենք ասում, ճիշտ է։ Օրինակ ընկնելու համախտանիշը, պատկերացնում եք, դրանք տարիքով են պայմանավորված։ Եվ ամենակարևոր գերիատրիայի իմաստը, ասում ենք ինչա ինքը մեզ պետք, որովհետև մարդը եթե ունի, հետո մենք գիտենք, որ տարեցը ունի մի շարք հիվանդություններ, ճիշտ է։ Մի հիվանդությամբ տարեց երևի չենք տեսնի։ Ես միշտ ասում եմ, եթե ինքը մեկ հիվանդությամբ է, լավ հետազոտված չի։
Որտեվ տարեցը չի կարա մի հիվանդություն որ 3 եւ ավել։ Տարեց հիվանդին հարցնում ես վիրատելց առաջին հիվանդությունն եք, չունեմ, հետո Ոչ բազմա մի շակ բան, հետո հարճան շատ, շումբան։ հա, այո։ Ասում դե ով չունի։ Ինքը մտածում է, որ դա ծերության հետ է կապված։ Այդ տարեցի հիվանդությունների հետ, եթե ավելանում են իմ նշած գերիատրիկ համախտանիշները, որոնք ես նշեցի, հա, թուլամտություն, չգիտեմ, ֆիզիկական տկարություն, այդ տարեցի ելքերը իր հիմնական ավելի վատն են։ Պրոգնոզը ավելի վատն է, կանխատեսումները վատն են։ Դրա համար մենք մեր ծերաբուժության իմաստը գերիատրիայի նրանն է, որ մենք տարեցին դիտարկենք իր տարիքով պայմանավորված համախտանիշների հետ միասին։ Ու այդ ժամանակ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Եվ ամենակարևոր թելը գերիատրիայում նիզալիչից պացիենտը, այսինքն չի կարելի բուժել, ոչ տարեցին կյանքի որակ է պետք։ Ինքը շատ հարմարված է այդ իր բազմաթիվ հիվանդություններով։ Ինքը պետք է որակյալ կյանքով ապրի, ապահովել անկախություն կողմնակի օգնությունից, որ ինքնուրույն կոճակը կոչքի, ինքնուրույն կարեն առևտուր անի, ինքնուրույն գնա ճաշեպի, ինքնուրույն ինքնավարությունը։ Այս է գերիատրիայի կարևոր օրենքը։ Բոլոր հիվանդությունները կարա ունենա, կարանք իրանց կոմպենսացնենք եւ կարող ենք իրանց հանգիստ վարել եւ այդ տարեցը որակյալ կյանք ունենա։ Հիմա ծերությունը ձեր ասած հարց է, հիվանդություններ թե հիվանդություն չի։ Սա տարիներով մարդիկ իրար վիճել են հույները, հրյաները, մեկը գտնում է, որ եթե եկել մարդը մեծանմա պետք է հիվանդություն ունենա, անպայման ինչ որ եւ հիվանդությունը պետք է տանի մահվան։ Մյուս խումբը գալենն էլ ասում է, չէ, պետքա դա տարիքային փոփոխություններ են, ուղղակի օրգանիզմի ռեզերվները կամած մաշվում են, հա, մաշվածության համախտանիշով ու գնում է դեպի մահվան։ Այսինքն պարտադիր չի, որ մարդը հիվանդություն ունենա։ Ես էլ եմ հակված դրան, որ պարտադիր չի, որ մարդը հիվանդություն ունենա։ Այսինքն պարտադիր չի, որ մարդը հասել է 90 տարեկան, պետքա ունենա մտավոր թուլամտություն, հիշողության կորուստ, չէ, պարտադիր չի։ Պարտադիր չի, որ մարդը հասնի 90 տարեկան լավ չքայլի։ Այսինքն դա շատ անհատական է։ Դա կախված է, թե ինքը երիտասարդ հասակում, այս է հակածերացման բժշկությանն արդեն վերաբերում, ինչպես է ինքը հետևել նույն կանոններին։ Տեսեք, եթե երիտասարդ հասակում մեր զարկերակային գիր ճնշումը 50 տարեկան, 55 տարեկանում մենք պահենք թիրախային թվերին, մենք 90%-ով չենք ունենա թուլամտություն ձեր հասակում։ Եթե մենք ֆիզիկական մեր չափավոր ակտիվություն ունենանք եւ ավելորդ քաշ չունենանք երիտասարդ տարիքում, մենք չենք կարկավի տարեց հասակում։ Այսինքն շատ հետաքրքիր կապեր կան իրար հետ եւ Իսկ ինչ ենք մենք ծերանում։ Գիտություն ունի այդ պատասխանը։ Հա, դա տարբեր թեորիաներ կա, 15 հատ թեորիա կա ծերացման եւ ազատ ռադիկալների, ծելոսոմների բանն է, որ վերջավորությունները կամած փոխվում են եւ բջիջը կորցնում է իր լիարժեքությունը։ Էդ է։ Իսկ այդ process-ը կայնացնել չի լինում։ Ինչ որ հին լեգենդների վրա աղբյուր որ ջուր խմես ու Ես այդ կախարդական հիմա կան գերոպրոտեկտորներ, մարդիկ ամբողջ աշխարհը աշխատում է դրա վրա, կան գերոպրոտեկտորներ, բայց ես այդ կախարդական հաբին չեմ հավատում, բայց տեսեք, առաջ մի քանի դար առաջ, հա, ծեր էր համարվում 40 տարեկանը։ Հիմա տեսեք, մեր այսօրվա 65 տարեկանը ոնց որ մի 45 տարեկան կին է լինի։ Ճիշտ է։ Այսինքն հիմա մենք սկսել ենք երկար ապրել։ Մեր միջին ապրելությունը այս պահին 78 տարեկան է, 77 ու մի քիչ։ Իսկ 50 թվականին մեր միջին ապրելությունը լինելու է արդեն 80 տարեկան։ Իսկ գիտեք իսկական բջիջը ինչքան կարող է ապրել 120 տարի։ Մարդը կարող է ապրել մինչև 120 տարի եւ գերիատրիան ձգտում է, որ միջին ապրելությունը հասցնի 115 տարեկանի։ Այդտեղ կարևոր է նաեւ թե ոնց պետք է ապրի այդ մարդը։ Այո, ոնց պետք է որակյալ կյանքով։ Ես միշտ ասում եմ, մարդը եթե ապրում է, պետք է ապրի որակյալ կյանքով։ Եթե ինքը անորակ կյանքով է ապրում ու ինքը տանջվելով է ապրում, բեռա, համ պետության, համ ընտանիքի։ Այդ կյանքը պետք չի։ Ես ինչն ասում եմ, դու չպետք է որոշես այդ մարդու տեղը։ Այո, ես չեմ որոշում ոչ մեկի տեղը, բայց մարդը պետք է ապրի որակյալ կյանքով։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մարդը ապրի որակյալ կյանքով։ Երեք չառաջորը հոդված եմ կարդում, Ճապոնիան ամենաերկարակյաց երկիրն է։ Իրանց համար 100 տարեկան այդ լիքն են։ Շատ են 100 տարեկանները։
Եվ այն մարդիկ, որոնք խնամքի կարիք ունեն, մշտական խնամքի, այսինքն իրանք լավ չեն շարժվում, լավ չեն, այդ մարդիկ անգամ ապրում են որակյալ կյանքով։ Ոնց են ապահովել այդ գերիատրիկ ծառայությունը, որ այդ մարդիկ նույնիսկ ապրում են որակյալ կյանքով։ Այստեղ շատ հետաքրքիր հարցի մոտ ծնվեց, ես որպես նեղ մասնագետ ոնց պետք է ընդունեմ, ոնց պետք է վարեմ տարեցի վանդին, ոնց պետք է լինի իր հանդեպ իմ վերաբերմունքը, սենց հարցնեմ։ Այդ ինքը պետք է լինի ավելի հարգանքով, ավելի պատկառելի, թե ինքը նույնը պետք է լինի ինչ-որ բոլորի նկատմամբ, ինչ նյուանսների պետք է տիրապետեմ, որ տարեց մարդը ավելի որակյալ իմ կողմից, օրինակ ուրոլոգիայի կողմից բժշկություն ստանա։ Մենք շատ ենք պապի տատի բան անում, վայ պապի ջան, վայ բան, այս կողմ ենք ում, արդյոք այդ ճիշտ ենք անում, թե սխալ ենք անում։ Գիտեք, այնքան շնորհակալ եմ ձեզանից, որ ես շատ եմ խոսել տարբեր բժիշկների հետ գերիատրիայից, բայց ոչ ոք չի հարցրել իմ ոլորտում ես ինչպես պետք է տարեցի հետ խոսեմ, դա հատուկ հմտություն է, Դավիթ ջան, շատ հարցը կարևոր էր, շատ ճիշտ էր։ Տեսեք, տարեցները այո, կարիք ունեն հավելյալ հոգատարության, հավելյալ ջերմ խոսքի, մեկ ավել ջերմ խոսքի կարիք ունեն։ Այո, դա այդպես է։ Անկամ պարզ կոգնիտիվ ստատուսով, պարզ ուղեղով էլ տարեցը միևնույնն է կարիք ունի հոգատարության։ Միշտ հիշեք, ինքը մի բառ պակաս տուն է լսած կլինի եւ այդ մի բառ ավել հոգ ջանը դուք ավելացնում եք իր կյանքում եւ իրանք դրա կարիք ունեն։ Համբերատար պետք է լինեք երկրորդը տարեցի հետ։ Մի հարցը կարող է մի քանի անգամ դա տարբեր ձևով ձևակերպի, բայց միտքը նույնն է։ Ու դուք ասում եք, ախր նոր պատասխանեցի, չէ, համբերատար պետքա պատասխանեք։ Կարող է 5 անգամ պատասխանեք, բայց համբերատար պետքա պատասխանեք։ Ես միշտ սիրում եմ, որ ընտանիքի անդամներն էլ են գալիս իրանց հետ։ Այդտենց հեշտացնում է ձեր աշխատանքը։ Ես Իվաններ ունեմ, որ իր երեխեքին ասում եմ, ես իրան բացատրել եմ, բայց եկեք մի հատ է զանգում եմ, ասում եմ, մի հատ է ձեզ բացատրեմ, էլի։ Այո, միշտ աշխատեք, որ անպայման իր հետ գա խնամակալ կամ ընտանիքի անդամ, որ իրան էլ բացատրեք։ Հետո պետք է միշտ իրանց հետ գաք համաձայնության։ Միանձնյա որոշում երբեք մի կայացրեք, որտեվ դուք գտնում եք, որ այսպես ճիշտ է այս բուժման տարբերակը, բայց իրան պիտի դրա մեջ համոզեք, այսա շատ կարևոր է։ Եվ մի հատ կարևոր կետ կա բոլոր ուղեցույցներում տարեցների, ոչ մի այլ տարիքային ուղեցույցում դա չկա։ Մենք պետքա նախասիրությունները հաշվի առնենք։ Потребности и предпочтения, այսինքն նախասիրությունը տարեցի պիտի հաշվի առնենք։ Ինքը ասում է, ես սենց չեմ ուզում։ Չենք կարա պարտադրենք, ուրիշ տարիքին կարանք պարտադրենք, իրան չենք կարա։ Մենք պետք է հաշվի առնենք նախասիրությունները։ Ես այդ զգացել եմ, չեմ ուզում 4 օր պարկեմ հիվանդանոց, չեմ ուզում։ Ուրեմն 3.5 օր պետք է պարկի, բայց ոչ 4։ Պատկերացնում եք, այսի մենք պետք է հաշվի առնենք։ Չեմ կարող այդքան ջուր խմեմ, սկսում ես երակային հեղուկ տալ, որովհետեւ չես կարող այդ 70 տարեկան մարդուն մենակ 1 լիտր ջուր ա խմում, ասես 3 լիտր ջուր։ Հիմա ասում ես 3 լիտր այդ մարդը չի կարա, ավելի լավ է դուք աթացնեք, քան թե այդ մարդուն, այսինքն դա իր նախասիրությունն է ու մենք իսկ եթե օրինակ 50 տարեկանը ձեզ տենց բան ասեր, կասես ոչ չես ուզում, այսպես է օրենքը, ճիշտ է, այսպես է, դու պետքա ենթարկվես, տարեցին չես կարա եւ դա բոլոր ուղեցույցն է, սա իմ կամքը չեմ ասում, էլ ուղեցույցներում գրած է հաշվի առնել տարեցի պահանջները եւ նախասիրությունները։ Հետո մի քիչ կասկածամիտ են լինում, մանավանդ որ երիտասարդ են տեսնում դեմները։ Այո։ Իրանք մի 5 անգամ ավելի շատ ապրել են, քան ես աշխատել են, քան ես ապրեմ ու միշտ այդ խոսակցությունը միշտ իրանց բերելքով վստահության դաշտ, որ ստացվում է շատ լավ է ստացվում։ Բայց ամենաշնորհակալ հիվանդներն են։ Այո, եթե այդ է ուզում ավարտեի, եթե ինքը գալիս է քո վստահության դաշտ եւ դու արդեն դարել ես իր համար մի պաշտելի մեկը, ամենաշնորհակալ հիվանդն։ Ես մի հատ հիվանդ ունեմ, Շամշադինում ապրում 2019 թվականին որ տեղափոխվեցի Հայաստան, իրան առաջի վիրահատությունն է որ Հայաստանում արել եմ։ Չգիտեմ, խոսքի մեջ ասեց ինձ ամեն տարի ես վիրահատության տորը կզանգես կասես ոնց եմ։ Ամեն տարի փետրվարի 12-ին ինքը վերցնում է հեռախոսը զանգում է Տոնյան ջան լավ եմ ասում եմ ապրես անունը չասում էլ են մարդ ասում եմ ապրես լավ ես հա ու ասենց արդեն բան է դառնում որ ինքը զանգում է որ սա լավ է աշխարհը ստաբիլ է ամեն ինչը լավ է ամեն տարի այդ օր ինքը զանգում ասում է հա ինքը զանգում է ասում է բժիշկ ջան լավ եմ ամեն ինչ լավ է ամենա ասում եմ շնորհակալ եւ հավատարիմ հիվանդներն են տարեցները ուղղակի պետք է կարողանաք մտնել իր
այդպես վստահություն ներշնչել, դառնակ իր ընկերը, դառնակ դա մի քիչ առանձնահատկություն։ Տեսեք, մի հատ sense առաջին անգամ երբ որ ես կարդացի գերիատրիան ուսումնասիրում էի, դե ես վերապատրաստվել եմ, մասնագիտացել եմ։ Ուրեմն առաջնային գերիատրիկ քննությունը, որ խորհրդատվություն տևում է 2 ժամ, ասում ոստե 2 ժամ, 20 րոպե է մերկ է, իսկ գերիատրիկ քննությունը պատկերացնում եք առաջնային 2 ժամ, այսինքն ես 2 ժամ իրան պետքա հարցեր տամ, ստուգեմ, լսեմ, 2 ժամ պատկերացնում եք, բայց գերիատրիկ քննությունը օրենքով սահմանված է 2 ժամ։ Եվ այդ տարեցները շատ շնորհակալ են լինել։ Լամարա դաշտովնա ավարտում ենք մեր զրույցը, շատ հետաքրքիր էր, մենք կուզենք նաև հաջորդ տարի ձեր հետ նույնպես ես մտածում եի կոնգրեսի տեղը կազմակերպենք մի փոքր sense ոդկասթներ տարբեր գերիատրների հետ, մենք իրար զրուցենք այդ թեմայով, մյուս տարի ասենք պատկերացեք միջանցքում առանց այդտեղ sense զրույցների շարք ունենանք, շատ մենք փորձ ունենք նմանատիպ, շատ հետաքրքիր կստացվի։ 3 հարց ոնց ուշ ծերանանք, 3 խորհուրդ մեր հեռուստադիտողներին ինչ անեն, որ այդ ծերությունը գա, բայց այն որ ասում է նաև ոնց դու 70-ն է, սենց ասեն մեր հեռուստադիտողներին։ Այ տեսեք, շատ ճիշտ հարց տվեցիք, որտեվ մենք ունենք 2 տարիք, գիտեք, չէ՞։ Ունենք անձնագրային տարիք եւ կենսաբանական տարիք։ Այդ ուշ ծերանալը, երբ որ կենսաբանական տարիքը ավելի երկարակ, քան թե ավելի երիտասարդ է, քան թե անձնագրային տարիքը։ Հիմա միևնույնն է, ծերությունը կանխել չեն կարող, բայց երկարաձգել կարող ենք։ Այս միշտ էս բառն եմ ասում, երկարաձգենք, այսինքն այն ինչը որ պետքա բերի ծերության, տկարության եւ թուլամտության եւ այս սա կարող ենք երկարաձգել։ Հիմա ինչ անենք։ Ես միշտ իմ տարեցներին ասում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք որ զբաղվում են մտավոր աշխատանքով կամ կրոսվորդներ են լուծում, չգիտեմ, հաշվարկային ինչ որ գործողություններ են անում, իրանց միտքը ավելի պայծառամնում եւ ավելի երկար։ Այսինքն պետք է կարդան, պետք է կրոսվորդներ լուծեն, նվագեն դաշնամուր, նկարեն։ Այդ տարեցը, որ անցնում է թոշակի, չպետք է մեկուսանա եւ մտածի վերջ կյանքի աշունն է, ավարտվում է կյանքը, էլ ինքը ոչ մեկին պետք չի, էլ աշխատանք չկա, այդ մեկուսացումը, տարեցի սոցիալ մեկուսացումը, դա ամենամեծ թշնամին է եւ ինքը շատ արագ ծերանում է։ Ի հայտ են գալիս հիվանդություններ, ի հայտ են գալիս տարբեր ֆիզիկական գերիատրիկ վիճակներ, որոնք իրան սկսում են տանջել, ցավեր, ուղղակի ցավային համախտանիշ, չկա ցավի տակը պատճառ, բայց ունի ցավային համախտանիշ, դա իր հոգեվիճակն է, այսինքն տարեցը հենց սկսեց մեկուսանալ, սկսում են դեպրեսիվ սիմպտոմներ, դեպրեսիան սկսվեց, սկսում է ճանաչողական խանգարումներ, ճանաչողական խանգարումներ սկսեց ֆիզիկական տկարություն, տեսեք, այսինքն փող կապակցված գնում է, ու այդ տարեցը դառնում է գանված իր աթոռի մեջ, մաքսիմում հեռուստացույցան նայում ու Ես նոր մտքից բռնեցի այն մտքի վրա, որ բժիշկները ուշ են ծերանում, զգացել եք, մենք ունենք անվանի բժիշկներ, որ 70-80 տարեկանում վիրահատում են, գործ են անում, դասավանդում են, այդ երևի հենց մտավոր աշխատանք։ Եթե մարդը ունի ինտելեկտուալ աշխատանք միջին տարիքում, ինքը ուշად ծերանում։ Երկրորդը ֆիզիկական ակտիվությունը, քանի որ հիմա փառք Աստծո երիտասարդները սկսել են քայլել։ Ես միշտ ասում եմ, բոլոր տարեցները օրական 10 րոպե պետքա 3 հատ վարժություն անեն։ Մեկը հավասարակշռության, կանգնեն ձեռքերը առաջ ու փորձեն հավասարակշռություն պահել։ Ոտքերը առաջ, ոտքերը իրար հետ, հավասարակշռության, որպեսզի չընկնեն փողոցում։ Երկրորդը ուժային վարժություններ, անպայման 2-3 հատ ինչ որ ուժային վարժություններ, կապ չունի, կարող է 2 լիտրանոց լցրած շիշը ջրով, դա իր համար բարձրացնի, իջնի, դա անի ուժային վարժություններ եւ քայլեն, անպայման պետք է քայլեն։ Երիտասարդները մինչև 4 կիլոմետր պետք է քայլեն, տարեցները կարող են մինչև 2, բայց պետք է քայլեն, դանդաղ, կամաց, հանգստանալով, բայց պետք է քայլեն, պետք է բոլոր հոդերը աշխատեն, բոլոր մկանները աշխատեն, որպեսզի չզարգանա մկանային թուլություն, մկանի զանգվածի նվազում սարկոպենիա։ Սա երկրորդը, երրորդը, ուզում եմ սննդի հետ կապված 2 բան էլ ասեմ, պարտադիր տարեցը պետքա ուտի
սպիտակուց 1 գրամ կիլոգրամ քաշին, այսինքն եթե վերցնենք միջինով 100 գրամ միս պետքա տարեցը պարտադիր ուտի, դեպ կենթանական սպիտակուցի մասին է խոսքս, եւ անպայման պետքա խմի շատ ջուր, 1.5-ից 1.8 լիտր ջուր, որից 800-ը պետքա լինի մաքուր ջուր, անգամ անբավարարություն, սրտային անբավարարություն, երիկամային անբավարարություն ունեցող տարեցները պետքա խմեն ջուր, ես միշտ ասում եմ, ջուրն է ջուր հանում, ջուր պետքա խմես, որ ջուրը դուրս գա, եթե դու ջուր չես խմում, ավելնորդ հեղուկը դուրս չի գալիս։ Միտքը, մարմինն ու սնունդը։ Այո, երեքն իրար հետ դա կբերի երկարացնի, այո, մեր ծերությունը, առողջ, ակտիվ եւ արժանավայել ծերություն։ Այս երեք բառերը շատ կարևոր, արժանավայել ծերություն։ Օրինակ մենք Եվրոպայում շատ ենք տեսնում, շատ։ Այո, ակտիվ ծերություն, երբ որ Եվրոպայում կներեք, ես էլ ասեմ ու ավարտեմ 90 տարեկանը օրինակ, հա, տարեցների մոտ 95% է ազդրի գլխի հոդի կոտրվածքները 95% են կազմում, ամեն ընկնելու 95%-ը կոնքազրային հոդի կոտրվածքն է։ Իսկ տարեցները մենք ունենք ընկնելու համախտանի շատ են ընկնում։ Եվ այդ 92 տարեկանը հանգիստ գնում է վիրահատում է, պրոթեզավորվում է, գալիս է եւ քայլում է։ Ինչ կա Հայաստանում մեր մոտ։ Իսկ մերոնք ասում են մենք հələ դեռ այդ մշակույթը չունենք։ Ուզում եմ այն մտնի այդ մշակույթը, որ կյանքը չվերջացավ։ Եթե դու ունգար չպետք է գանվես անկողնում, որտեվ եթե դու գանվում ես անկողնում, ամենակիչը կարա լինի կանգային թոքաբոր։ Ամենաշատը էլի շատ ուրիշ հիվանդություններ։ Դու պետքա վիրահատվես, փոխես քո մտածելակերպը, քո վերաբերմունքը ծերությանը փոխես։ Նաև ուզում եմ փոխեն այդ խնամքի կենտրոններ տեղափոխվելու հարցը, դա էլ շատ ծանր են տանում։ Ես հասկանում եմ, որ մեր մենտալիտետը ուրիշ է, մենք չենք կարող մեր մեծին տանենք խնամքի կենտրոն, բայց հասկանում եմ նաև, որ կան իրավիճակներ, որ շատ դժվար է լինում խնամել, կարելի է թեկուզ ժամանակավոր տեղափոխել, այ մենք մեր վերաբերմունքը ծերին պետք է փոխենք։ Պետք է հասկանանք, որ ծերությունը չունի սահման, չունի տարիք։ Այստեղից հետո ինքը ունակ չի, այստեղից հետո էլ պետք չի բուժել, այս տարիքից հետո էլ այս չպետք է լինի։ Ցանկացած տարիքից հետո տարիքում կյանքը շարունակվում է եւ կյանքը հետաքրքիր է այնքանով, ինչքան դու կարողանում ես վայելես։ Էս էլ Լուիս Սենեկի բառերն է։ Հետաքրքիր է այնքանով, ինչքան դու կարողանում ես վայելես։ Եթե դու չես կարողանում վայելես, իհարկե այդտեղ հետաքրքրությունները տավարտվում են։ Շատ խոհափիլիսոփայական, բժշկական ու ցենց հետաքրքիր զրույցեր։ Մեր հյուրը ընտանեկան բժշկության ամբիոնի դասախոս, բժիշկ թերապևտ գերիատր Լամարա Մանուկյանն էր, Լամարա Աշտովնա, նորից շնորհակալություն։ Մյուս տարի մայիսին բոլոր թերապևտներին, բոլոր մասնագետներին նորից սիրով սպասում ենք ձեր կոնգրեսներին, որոնք շատ հետաքրքիր են անցնում։ Դե ինչ, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, իսկ եթե դու ուզում ես ունենալ քո պրոյեկտը, արի սփին։ Առողջություն։